Ուրեմն որոշ գյուղերում բացակայում են անգամ մթերային խանութները, դեղատները, բնականաբար տեսեք ես իմ խոսքի մեջ չասացի, որ փոքր բիզնեսը պետք է զարգանա, միկրո եւ փոքր բիզնեսը, որպեսզի կարողանան զարգացնել հարկերից իրենք պետք է զրկվեն, շրջհարկի մասին նաև խոսեմ, որ 5%-ից այս իշխանությունները դարձրեցին 10%, էլ ավելի շատ բեռը դրեցին սովորական միկրո եւ փոքր բիզնեսով զբաղվողներին, այդ խանութները տեսնում եք արդեն բացակայում են, որոշ դեպքերում եղել են, բայց փակվել են շրջհարկի բարձրանալու պատճառով, այո, պետք է բացվեն, այսինքն պետք է շնչի, գյուղական համայնքը պետք է շնչի եւ որպես մշակութային գյուղ դառնա եւ դառնա որպես զարգացող հողամշակ, ֆերմերները շատանան, այսօր մեր հանրապետության հողերը 5%-ն է ընդամենը մշակվում, իսկ դա շատ փոքր տոկոս է եւ ինչպես մեր առաջնորդ Սամվել Կարապետյանն ասաց, այնպես են անելու, որ չմշակվող հողերի քանակը պակասի։ Ապակենտրոնացման մասին գաղափարով շարժվելով մենք վստահ ենք, որ մինչև 2030 թվականը հնարավոր է ձևավորել արդյունավետ զարգացման համակարգ լրիվ ապակենտրոնացված տարբերակով։ Մինչև 2028 թվականը պետք է կրճատվեն մարզպետարանների բոլոր տեսակի լիազորությունները առնվազն 50%-ով, դրանք տրամադրելով տեղական ինքնակառավարման մարմիններին։ Դրա հետ մեկտեղ մարզպետարան հասկացությունը պետք է վերածվի զարգացման ծրագրեր մշակող որևէ կենտրոն։ Այսինքն վերահսկողական, վարչարարական այս դերը պետք է փոխել արդյունք ապահովող կազմակերպության դերի։ Դրա միջոցով սուբսիդավորման ծրագրերը ոչ թե պետք է լինեն միայն շինհրապարակների եւ ասֆալտի մասին, այլ այս ամեն ինչը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի մշակմանը, ներդրումներ, կրթություն, մարդկային կապիտալի զարգացում, մշակույթ, սպորտ, բոլոր տեսակի ձևաչափերը, բոլոր տեսակի ոլորտները ընդգրկող, որպեսզի համայնքներում լինի կյանք, մարդը ցանկանա իր կյանքը կապել տվյալ համայնքի հետ։ Սա հնարավորություն կտա նաեւ լիազորությունների ապակենտրոնացումը, սկսած հարկային տարատեսակ գործընթացներից մինչև դպրոցների առողջապահության եւ այլ կառավարում պատվիրակել, այսինքն տրամադրել հենց միանգամից տեղական ինքնակառավարման մարմիններին ու դրա միջոցով նաեւ բարձրացնելով իրենց դերը ստանալ հնարավորություն, որ արդեն մի քանի տարի անց մենք ունենանք տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք սուբսիդավորման ծրագրերում ոչ թե 20 կամ 30% ներդրում են կատարում, այլ ընդհանուր միջև 70% ներդրում են կատարում։ Եվ իհարկե այս լիազորությունների ապակենտրոնացման հետ մեկտեղ շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիների հետ տարվի շատ լուրջ աշխատանք իրենց մասնակցությունը բարձրացնելու տեսանկյունից։ Մենք գիտենք, որ բոլոր տեսակի որոշումները, որոնք կայացվում են, շատ ավելի արդյունավետ են, կրկնակի անգամ արդյունավետ են, երբ որ քաղաքացիները իրենք են դեր կանգնում այդ որոշմանը, իրենք են նախանշում բյուջեն եւ իրենք էլ մասնակից են դառնում այդ հարցերի լուծմանը։ Զարգացման ծրագրերը բոլորը պետք է մշակվեն քաղաքացիների հետ համագործակցությամբ ու դրա հետ մեկտեղ մենք այսպեսի շատ կարևոր գաղափար ունենք, կոչվում արդյունքային ֆինանսավորում։ Յուրաքանչյուր ծրագիր ֆինանսավորվել է ոչ թե այն բանից ելնելով, որ այստեղ ղեկավարում է որևէ կուսակցության ներկայացուցիչ կամ ոչ, այլ նրանից ելնելով արդյոք այդ ծրագիրը կարողանում է ապահովել արդյունք եւ այդ արդյունքի հիման վրա է տրամադրվելու ֆինանսավորումը։ Կադրերը, որոնք որ աշխատելու են այս համակարգում, լինելու են մարդիկ, ովքեր ստանալու են ծրագրային աշխատավարձեր, այսինքն նրանք իրականացնելու են ծրագիր որպես պետական աշխատակից եւ ստանալու են դրա համար ֆինանսավորում։ Մենք մեր թիմով նաև հանդիպել ենք շատ բնակավայրերի մարդկանց, ովքեր ուղղակի չէին ուզում համայնքային հարկեր եւ տուրքեր վճարել, ասում ենք ինչու՞ ասում դե մեր համայնքի, մեր գյուղին այլևս ուշադրություն չի հատկացվում։ Մենք դժգոհ ենք այս ամենից եւ այլն։ Դրա համար օրենքով եւ բոլոր մեթոդաբանություններով պետք է սահմանվի այնպես, որ բոլոր վարչական շրջանները ստանան հավասար վերաբերմունք եւ հավասար ներկայացվածություն ունենան ու նաեւ բոլոր բնակիչների ձայնը պետք է լսելի լինի եւ առանց իրենց մասնակցության չպետք է կայացվեն որոշումներ։ Հանրապետությունն էլ մեծ ընտանիք է ինքը։
չես կարող ընտանիքում մի մասում մի բան անես, այնուսում չանես, համաչափ պետք է զարգացնես ամեն ինչն։ Նույնը գյուղում է, այսօր գյուղը եթե չկարողացավ զարգանալ, գյուղը չբարգավաճեց, խնդիր ունենալու, այսօր գյուղացին է պահում քաղաքը, չգիտեմ, գյուղատնտեսությունը որ չլինի, սաղ ներմուծումներով, չգիտեմ, դրսից բերելով, այսօր գյուղացին պետք է համար առաջինը, որ պետք է ամեն ինչ հնարավորություն տաս, որ զարգանա ու այն որ քո ներսում լինի ամեն ինչը զարգացած, ոչ թե ներմուծես։ Ամեն շրջան ունի իր, ասենց ասած, սպեցիֆիկա։ Բոլոր անգամ գյուղի կողքին ունի իր ապրելաձևը, իր բնավորությունը, տարբեր տեղերից եկած գաղթի ժամանակ 100 տարի առաջ մարդիկ եկել են Մուշից, Վանից, Սասունից ու նրանք ապրել են այնտեղ իրանց մենթալիտետով։ Հիմա տասնամյակներ շարունակ մարդիկ կառավարությունը, իշխանությունը, երբ որ օրինակի համար Ջանֆիդա գյուղի գյուղապետը իրանց սրտով ա եղել, իրանց համար լավ աշխատանքները տարել, այս գյուղում սկսել են իրանք ուրիշ աչքով նայել։ Կողքին Ալբանձյան կամ Ուշակալան գյուղին, երբ որ համայնքապետը իրանց սրտի ուզածը չի եղել կամ սրտի սիրելին չի եղել, ուրիշ կերպ են նայել։ Դրա համար բոլոր մարզերը, բոլոր գյուղերը, անկախ նրանից է Հայաստանն է եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը կոչվում է այս ընտանիքի հայրը։ Չի կարա ծնողը հայրը բաժանություն դնի իր երեխաների մեջ, բոլորին հավասար պետք է սիրել, բոլորին հավասար պետք է զարգացնել, ուսումի տալ, կարդալ, դաստիարակել։ Նույնը գյուղերը, մարզերը, համայնքները, այսպես ասեմ, պետք է զարգացվի, որպեսզի այս մեր խեղճ ու կրակ ժողովուրդը, ասենց ասեմ, չլքեն Հայաստանը։ Բոլորը գնում են այն անարդարությունից, այո, գյուղի վրա անարդարություն է, երբ որ միտեղ տալիս են ավելի շատ, միտեղ ավելի քիչ, չի կարա ծնողը իր երեխաների մեջ բաժանություն դնի, մեկին լավ հարցնի, մեկին լավ կերակրի, մյուսին չգիտեմ, անտեսի։ Դրա համար պետք է բոլոր գյուղերը, բոլոր համայնքները, բոլոր քաղաքները համաչափ զարգացվի։ Իսկ այսօր ինչ ենք տենում, ամբողջ կենտրոնացված է Երևան քաղաքի վրա, դրա համար այն խուլ գյուղացին ասում է գնամ քաղաք, գոնե կարամ աշխատանք գտնեմ, ու մի կերպ կապրեմ թեկուզ վարձով, բայց այն գյուղացին ամբողջ օր հողի հետ կռիվ է տալիս ու չի կարում ապրի։ Դրա համար լքում է ու գնում է քաղաք, այսօր Երևան քաղաք մտնել չի լինում, մեքենաների հետ, խցանումները հետ, չգիտեմ, տարբեր տեսակի բաները գյուղացիք թողում են իրաց գյուղը, մեր գյուղից էլ կան շատերը, որ գնացել են Երևան, որպեսզի կարողանան աշխատանք գտնեն ու ապրեն։ Դրա համար տան ծնողը, նորից եմ ասում, համաչափ պիտի բաշխի իր ունեցվածքը բոլոր երեխաների մեջ, այսինքն բոլոր համայնքների մեջ հավասարաչափ զարգացում գտնի։ Մենք դա անելու ենք։ Ժամանակին մի շատ լավ տերմին է, ես հավանել եմ այդ տերմինը, համայնքների համաչափ զարգացում։ Իրականում տերմինը լավն է, սկզբից երևի ծրագիրն է լավն է, բայց աստիճանաբար կորավ այդ արտահայտությունը, այսինքն գնացին հակառակ ճանապարհով, համայնքների համաչափ զարգացումը, ես մտածում եմ պետք է բոլոր համայնքները մի հատ անձնագրավորվեին։ Անձնագրավորվեին ինչ իմաստով, վերհանվել բոլոր համայնքների գյուղերի խնդիրները, որը ինչ խնդիր ունի, ընդ որում կարա ամեն բնակավայր, ամեն գյուղ տարբերվում է սպեցիֆիկայով, ընդհուպ մինչև բնակիչների կազմով կային Արևմտյան Հայաստանից գաղթածներ, կային տեղացիներ, կան ազգային փոքրամասնություններ տվյալ գյուղերում, դրա համար եմ ասում, որ անձնագրավորվել ամեն գյուղ ունենալ իր խնդիրը։ Եվ նախկինում էլ մինչև այս խոշորացումը բնականաբար ամեն գյուղ նաև չուներ հավասար հնարավորություն, այս համայնքների համաչափ զարգացումը նաև պետք է բերել նրան, որ ամեն գյուղ ունենալ հավասար հնարավորություն, մեծ գյուղը կամ մեծ հողատարածք կամ մեծ բյուջե ունեցող գյուղը չպետք է էականորեն տարբերվել հարևան գյուղից, որը չուներ նման ռեսուրսներ եւ զարգանալու հնարավորությունը տեսականորեն չունենալ։ Այստեղ պետք է լիներ պետության կարգավորիչ դերը։ Պետության կարգավորիչ դերը հենց այդ համայնքների համաչափ զարգացմանն է վերաբերում։ Իսկ այս
կատաղի վայրենի խոշորացումից հետո մոռացվեց ամբողջովին համայնքների համաչափ զարգացումը եւ բերվեց համայնքների խոշորացում, բերվեց իբր մոտեցումը բոլորի նույնը պետք է լինի, բայց ոչ մի էական բան չփոխվեց, նորից են խոշոր մեծ համայնքները ավելի զարգացած են, քան նվազ բնակավայր կամ նվազ հնարավորություն ունեցող համայնքները։